նիստը հայտարարում բացված հակակոռուպցիոն դատարանը նախագահության դատավոր Բատալյանի քարտուղարության Պետրոսյանի շարունակում է ՀԿԴ 0024-222 գործի քննությունը։ Դատական նիստի քարտուղարը խնդրում զեկուցել ովքեր են ներկայացել։ Արգել դատարանը դատական նիստի ներկայացնում հակակոռուպցիոն դատախազ Տիգրան Յանուկյանը, պատասխանող Ազատի Սարգսյանի և Սաթենիկ Սերժի Սարգսյանի ներկայացուցիչ փաստաբան Վահագն Գրիգորյանը։ Երրորդ անձ Արադ բանտացվածը չի ներկայացել։ Ինչ կարծիք ունեք շարունակելու, հայցվեր։ Որոշում չեմ տեսնում, կարող շարունակել։ Ես նույնպես։ Սրու կողմի դիրքորոշումները, պաշտպանելու երրորդ անձը ծանոթացվածը չի ներկայացել։ Դատան որոշում շարունակել գործի քննությունը։ Ինչև շարունակության անցնելու կողմերը հայտարարությունների միջնորդություններ ունեն։ Դուք չունեք։ Պարոն Գրիգորյան, մենք ձեր ելույթը պետք է շարունակեինք լսել։ Պատրաստ եք։ Լավ, մինչև դա լրագրողը քանի որ ներկա։ Լսում ենք ձեզ, ներկայացեք, ասեք ինչ եք։ Տեսանկարահանել։ Ուղղ հեռարձակում եք թե առանց։ Պարոն Յանուկյան։ Չեմ անում։ Չեմ անում։ Լսելով կողմերի դիրքորոշումները, դատանը որոշում է լրագրողի միջնորդություն բավարարել, թույլատրել դատական նիստը տեսանկարահանել։ Խնդրեմ։ Հարգելի դատար, թույլատրել ելույթը շարունակել նստած։ Իհարկե, խնդրում, շարունակեք նստած։ Ուրեմն հաջորդ հարցը ցանկանում, որը վերաբերել է ցանկանում եզրական ինչ-որ անդրադառնալ, դա Տիկին Սարգսյանի և նրա մահվան հետ կապված հարցերն են։ Եվ մասնավորապես առաջին հարցը, որ մեզ մոտ առաջացել է, դա այն է, թե ինչպես է մահացած անձի, այսինքն Տիկին Սարգսյանի և պետության դերս իրավասու մարմնի միջև ծագել որևէ հարաբերություն, իրավահարաբերություն։ Այս բանը Սաթենիկ Սերժի Սարգսյանը ներգրավված է գործին, ոչ թե ինչ-որ մի հատվածով իր սեփական գործողությունների ու գործարքների տրամաբանության համատեքստում ինչ-որ մասով այն համատեքստում, որը անձամբ իրեն չի վերաբերել է Տիկին Սարգսյանին։ Հետևաբար սա նշանակում է, որ եթե նման հարց է հարուցվել Սաթենիկ Սարգսյանի դեմ այսօր, ուրեմն իրավասու մարմինը պնդում է, որ պետության և Տիկին Սարգսյանի միջև նախորդի ուսումնասիրության ուժով իրավահարաբերություն առաջացել է։ Մենք պնդում ենք, որ մահացած անձի մոտ չի կարող որևէ իրավահարաբերություն ծագել այդ թվում հավորմի ծագում ունեցող ուրքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա առաջացող իրավահարաբերություն։ Քաղաքացիական օրենսգրքի 434-րդ հոդվածի առաջին մասի համաձայն պարտավորությունը դարձնում է պարտապանի մահով։ Եթե կատարումը չի կարող տեղի ունենալ առանց պարտապանի անձնական մասնակցության կամ պարտավորությունը այլ անխզելիորեն կապված պարտապանի անձի հետ։ Հետևաբար, եթե անգամ մի բան համարենք, որ Տիկին Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության միջև կարող են առաջանալ օրենքից բխող իրավահարաբերություններ և պարտավորություններ, ապա դրանք պետք է դադարեին ենթադրյալ պարտապանի, այսինքն Տիկին Սարգսյանի մահվան։ Քանի որ մեր գնահատմամբ ապօրինի ծագում ունեցող ուրքի բռնագանձման մասին օրենքից ծագող պարտավորությունները անխզելիորեն կապված են պարտապանի անձի հետ։ Այդ իրավահարաբերությունները չեն ենթադրում ու չեն տալիս իրավահարություն։ Եվ դրա հիման վրա մենք պնդում ենք, որ Տիկին Սարգսյանի մահը պետք է հիմք հանդիսանալ ուսումնասիրությունը դադարեցնելու առնվազն իրեն պարտանած ուրքի մասով։ Եթե անգամ իմ այս ասածը սխալ է, ապա առնվազն անվիճելի փաստ է, որ բարույթի արտադատական փուլի մասին Տիկին Սարգսյանը չի ծանոթվել և չէր կարող ծանոթվել, քանի որ արդեն մահացած էր այն ժամանակ, երբ որ իրավասու մարմնի մոտ այդ ծանոթման պարտականությունը և ծանոթման պահը առաջացել էր։ Ըստ ընդ որում չեն ծանոթվել նաև Տիկին Սարգսյանի իրավահաջորդ հանդիսացող անձին, այսինքն ժառանգները, որպես իրավահաջորդներ։ Եվ ըստ այդմ խախտվել են ապօրինի ծագում ունեցող ուրքի բռնագանձման մասին օրենքի 16-րդ հոդվածը, 17-րդ հոդվածը և երրորդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետը։ Սրանք այն հոդվածներն են, որոնք սահմանում են մի կողմից, թե ով է համարվում շահագրգիռ անձ, Բարույթի Շահյանը, և այն հոդվածներն են, որոնք որ սահմանում են, որ
որոշ առօրյա անձինք պետք է ծանոթվեն, ինչպես պետք է ծանոթվեն, երբ պետք է ծանոթվեն, ինչ իրավունք ունեն ծանոթվելուց հետո եւ այլն։ Եվ ավելին, դատական գործի շրջանակներում ևս Տիկին Ռիտա Սարգսյանը բնականաբար չի ծանոթվել եւ չի ներգրավել եւ չէր կարող ծանոթվել, չէր կարող ներգրավել որպես գործի մասնակցող անձ ու չի ծանոթվել եւ գործին չի ներգրավել նաեւ Տիկին Ռիտա Սարգսյանի իրավահաջորդ հանդիսացող անձին որպես իրավահաջորդներ։ Իրավասու մարմինը այս կապակցությամբ նշում է, որ ժառանգները ծանոթվել են, բայց ժառանգները որպես ժառանգ չեն ծանոթվել եւ քննվող դատական գործին որպես ժառանգ չեն ներգրավել։ Սաթենիկ Սարգսյան ֆիզիկական անձը եւ Ռիտա Սարգսյանի իրավահաջորդ Սաթենիկ Սարգսյանը քաղաքացիական օրենսգրքի եւ ընդհանուր առմամբ քաղաքացիական իրավունքի ու դատավարության տեսանկյունից տարբեր սուբյեկտներ են։ Սաթենիկ Սարգսյան ֆիզիկական անձը եւ Ռիտա Սարգսյանի իրավահաջորդ Սաթենիկ Սարգսյանն ունեն իրավունքների եւ պարտականությունների էապես տարբերվող ծավալներ։ Սաթենիկ Սարգսյան ֆիզիկական անձը կրում է բացառապես այն իրավունքները եւ պարտականությունները, որոնք ստանձնել է անձը։ Հակառակ դրան, Ռիտա Սարգսյանի իրավահաջորդ Սաթենիկ Սարգսյանը կրում է բացառապես այն իրավունքները եւ պարտականությունները, որոնք ժառանգաբար ստացել է Ռիտա Սարգսյանից։ Այսինքն, եթե համարենք, որ օրինակ Տերյան փողոցի վրա գտնվող տան եւ կայանատեղիների մասով քննվող գործը վերաբերում է ֆիզիկական անձ Սաթենիկ Սարգսյանին, քանի որ վերաբերում է անձամբ նրա կողմից կնքված գործակներին, ապա օրինակ բանկային ավանդի մասով, որը իրավասու մարմինը ցանկանում է բռնագանձել Սաթենիկ Սարգսյանից եւ որը ժառանգության կարգով ստացվել է Տիկին Ռիտա Սարգսյանից, այս մասով ֆիզիկական անձ Սաթենիկ Սարգսյանը քաղաքացիական իրավունքի եւ դատավարության տեսանկյունից պնդում է, որ պատշաճ սուբյեկտ չէ։ Պատշաճ սուբյեկտը այստեղ բացառապես Ռիտա Սարգսյանի իրավահաջորդ Սաթենիկ Սարգսյանը, որովհետեւ եթե Տիկին Ռիտա Սարգսյանը ողջ լիներ, ապա այդ մասով պատասխանող կհանդիսանա ոչ թե Սաթենիկ Սարգսյանը որպես ֆիզիկական անձ, այլ Տիկին Ռիտա Սարգսյանը որպես ֆիզիկական անձ։ Ուրեմն, ինչպես արդեն նշեցի, Սաթենիկ Սարգսյանը առնվազն որպես Ռիտա Սարգսյանի իրավահաջորդ հաջորդի կարգավիճակով ներգրավված չէ սույն գործին, մինչդեռ ուրեմն ժառանգաբար փոխանցված ավանդի եւ դրա վրա հաշվետվված տոկոսների դերվագներով պատշաճ պատասխանող կարող է հանդիսանալ հենց իրավահաջորդ հանդիսացող սուբյեկտ։ Եվ ի վերջո իրավասու մարմինը մինչև իրավասու մարմնի պարտականություններին անցնելը նաև մի բան էլ նշեմ։ Այդտեղ ես սույն գործի շրջանակներում էլ երբ որ արագացված դատաքննություն կիրառումի շնորհիվ ներկայացել այդտեղ մի դատական գործ է մխայակոչել եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում, որը վերաբերվել է դատարանի կողմից գործի նախնական փուլում առանց ապացուցման բերել աշխելու արագացված դատաքննություն կիրառելու իրավունքին եւ հնարավորությանը։ Ուրեմն այդ գործով արագացված դատաքննությունը կիրառվել է իր թիվս այլ հանգամանքների նաեւ այն պատճառով, որ հայց հարուցելով ֆիզիկական անձ անհասկանալի հիմա չնշեմ կոնկրետ ֆիզիկական անձանց դեմ ոչ թե ներգրավել է պատասխանողների գործի մեջ որպես մահացած անձի իրավահաջորդներ, այլ ներգրավել է պատասխանողների գործի մեջ որպես ֆիզիկական անձինք եւ ըստ էության նաեւ դա հիմք հանդիսացել դատարանի համար, ընդդելու որ պատշաճ սուբյեկտներ չեն ներգրավել գործով, որովհետեւ պետք է ներգրաված լինեին մահացած այսինչ-այսինչյանի իրավահաջորդները, որպես իրավահաջորդներ, իդեպ ներգրավել են հենց այն ֆիզիկական անձին, ում որ հայցորը ողջամտորեն ենթադրել է, որ իրենք պետք է լինեն իրավահաջորդ եւ միգուցե ենթադրությունը ճիշտ է եղել։ Ի վերջո նաև նշեմ, որ իրավասու մարմինը որպես մահացած Ռիտա Սարգսյանի պոտենցիալ պարտաբեր կարծում ենք, որ պարտավոր է Ռիտա Սարգսյանի ժառանգին, այսինքն Սաթենիկ Սարգսյանի քաղաքացիական օրենսգրքով սահմանված ժամկետում համապատասխան պահանջ ներկայացնել, ինչը տեղի չի ունեցել, քանի որ իրավասու մարմինը համարել է, որ ցիտում եմ դրա անհրաժեշտությունը չկա։ Արդյունքում կարելի է պնդել, որ Սաթենիկ Սարգսյանին Տիկին Ռիտա Սարգսյանից ժառանգաբար փոխանցվել են միայն այն պարտականությունները, որոնց մասին ժառանգության իրավունքի վկայելու մարդկային համապատասխան նշումն է։
Իսկ տվյալ դեպքում ժառանգության վկայականում բացակայում է որևէ նշում առայն, որ իրավասու մարմինը կամ Հայաստանի Հանրապետությունը որևէ տեսակի պահանջներ եւ հավակնություններ ունի Ռիտա Սարգսյանից ստացված ժառանգության զանգվածի նկատմամբ։ Բացի դրանից մենք անդրամաբանական ենք համարում եւ օրենքին հակասող ենք համարում այն հանգամանքը, որ իրավասու մարմինը ակնկալում է պատասխանողներից բացատրություններ ստանալ Տիկին Ռիտա Սարգսյանի ծախսերի եւ եկամուտների, այդ թվում նրա կողմից ներդրված ավանդների օրինականության վերաբերյալ։ Այն դեպքում, երբ վարույթը հարուցելուց 1 ամիս անց Տիկին Ռիտա Սարգսյանը մահացել է, ինչի մասին իրավասու մարմինը տեղյակ է եղել դեպ, իսկ վարույթի ընթացքում էլ երբևէ չի հանդիսացել ուսումնասիրող խանձ։ Եվ ավելի անդրամաբանական եւ օրենքին հակասող ենք համարում այն հանգամանքը, որ իրավասու մարմինը ցանկանում է նման իրավասու բացասական հետևանքները ամբողջ ծավալով կիրառել պատասխանողներ Սերժ եւ Սաթենիկ Սարգսյանների նկատմամբ։ Սերժ Սարգսյանի նկատմամբ ներկայացնելով գումարի բռնագանձման պահանջ, որի հետ Սերժ Սարգսյանը առնչություն չունի, իսկ Սաթենիկ Սարգսյանի նկատմամբ ներկայացնելով ժառանգության կարգով ստացված գույքը բռնագանձելու պահանջ, որը վերջինիս համար հանդիսանում է օրինական եկամուտ։ Բովանդակային առումով Սերժ եւ Սաթենիկ Սարգսյանները օբյեկտիվորեն չեն կարող ինֆորմացիա ունենալ Ռիտա Սարգսյանի եկամուտների, ծախսերի եւ դրանց աղբյուրների մասին։ Տվյալ դեպքում առկա է ապացույցների ներկայացման օբյեկտիվ անհնարինություն։ Ռիտա Սարգսյանի, ով մահացել է ուսումնասիրության ընթացքում չհասցնելով անգամ ծանոթվել ուսումնասիրության մասին, նրա ունեցած ավանդի, ինչպես նաեւ նրա կողմից կատարված ծախսերի եւ ենթադրաբար առկա գումարի մնացորդի հետ կապված հարցերի կապակցությամբ կարծում եմ, որ պատասխանողները, այսինքն Սերժ եւ Սաթենիկ Սարգսյանները չպետք է կրեն որևէ տեսակի բացասական հետևանքներ, քանի որ նրանք որևէ տեղեկատվություն չունեն, ինչպես նշել են, եւ չեն կարող ունենալ այն մասին, թե ինչ գումարներով է ներդրվել բանկային ավանդը, ինչ գումարներից են կատարվել ծախսերը, ինչպես է ձևավորվել գումարի մնացորդը։ Եվ օբյեկտիվորեն չեն կարող ներկայացնել ավանդի ծագման աղբյուրի եւ ծախսերի վերաբերյալ բացատրություններ, քանի որ Տիկին Ռիտա Սարգսյանը մահացել է դեռևս ուսումնասիրության փուլում չհասցնելով անգամ ծանոթվել ուսումնասիրության մասին։ Վկայակոչելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասին եւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 26-րդ կետը, պնդում ենք, որ տվյալ դեպքում Սաթենիկ Սարգսյանի վրա դրված իրեն ժառանգական փոխանցված ավանդի ծագումը հիմնավորելու բեռը չափազանց մեծ է, քանի որ նա պարտավոր չի ունենալ որևէ պատկերացում այն մասին, թե իր մահացած մայրը կոնկրետ ինչ եկամուտների հաշվին է դրել այդ ավանդը։ Հետևաբար դրա բռնագանձումը կհանդիսանա անհամաչափ միջամտություն Սաթենիկ Սարգսյանի սեփականության իրավունքին։ Վենետիկի հանձնաժողովը կարևորել է նաև, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը պարունակում է հատուկ երաշխիք, որը արգելում է եզրակացություններ անել գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածի հիման վրա, եթե ապացույցները օբյեկտիվ պատճառներով հասանելի չեն պատասխանողին։ Այսինքն նույնիսկ այն դեպքում, երբ ակտիվի օրինական ծագումը հաստատող ուղղակի ապացույցներ չկան, դատարանը դեռ կարող է վճիռ կայացնել պատասխանողի, եթե կա համոզիչ բացատրություն, թե ինչու են ապացույցները բացակայում։ Տվյալ դեպքում համապատասխան ապացույցները, ինչպես նշեցինք, բացակայում են օբյեկտիվ պատճառով, քանի որ Տիկին Ռիտա Սարգսյանը մահացել է անգամ տեղյակ չլինելով ուսումնասիրության մասին։ Վենետիկի հանձնաժողովը հստակ զգուշացրել է անձին տրված երաշխիքների խիստ նեղ մեկնաբանության արդյունքում ակտիվների ծագումը հիմնավորելու ժամանակ անձի վրա չափազանց մեծ ապացուցման բեռ դրվելու բացասական հետևանքների մասին։ Հաշվի առնելով, որ այդ դեպքում բռնագրավումը կարող է դիտվել նաև որպես անհամաչափ միջամտություն սեփականության իրավունքին։ Եվ մյուս կողմից ընդգծվել է, որ գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը չի գործում, եթե ապացույցները օբյեկտիվ պատճառներով հասանելի չեն պատասխանողին։ Այստեղ ուրեմն Վենետիկի հանձնաժողովը կարևորել է ոչ թե ապացույցի կոնկրետ ապացույցի կորած կամ ոչնչացած լինելը, այլ ընդհանուր առմամբ ապացույցների օբյեկտիվ պատճառներով անհասանելիությունը եւ ապացույցների ընդհանուր առմամբ բացակայությունը, եթե այն բացակայությունը հիմնավորվում է համոզիչ բացատրություններով։ Տվյալ դեպքում վերնշվածի հիման վրա կարծում ենք, որ Ռիտա Սարգսյանի, Սաթենիկ Սարգսյանի ժառանգաբար փոխանցված ավանդի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը չպետք է գործի, քանի որ այդ ավանդի ծագման աղբյուրների վերաբերյալ ապացույցները օբյեկտիվ պատճառներով հասանելի չեն ոչ Սերժ Սարգսյանին, ոչ էլ Սաթենիկ Սարգսյանին։ Եվ այստեղ ես կցանկանամ նաև մի բան ավելացնել, որը որ պարոն Յանոքյանը նշել իր սկզբնական խոսքի մեջ, ուրեմն պարոն Յանոքյանը նշել է, որ եթե անձինք վարում են
համատեղ տնտեսություն, ապա գործում է միմյանց գործարքներից տեղյակ լինելու կանխավարկածը։ Նման կանխավարկած մենք ընդդում ենք, որ պարզապես գոյություն չունի։ Այսինքն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանքման մասին օրենքը սահմանում է մեկ կանխավարկած միայն, որ եթե հիմնավորվում է հանցավորության հետ կապը կամ կոռուպցիայի հետ կապը եւ նաեւ երևացող եկամուտների ու ձեռքբերումների միջև կա ակնհայտ անհամաչափություն, այդ դեպքում գործում է գույքի ապօրինի լինելու կանխավարկածը, եթե այլ բան չի հաստատվում։ Այստեղ այդ կանխավարկածը ուրիշ բան է եւ միմյանց գործարքներից տեղյակ լինելու մասին չի ընդհանրապես։ Ինչ վերաբերում է այդ կանխավարկածի գործողությանը, կարծում գործողությանը, դրա մասով է արդեն նշեցի, որ սա մեր կարծիքով ամեն դեպքում չի, երբ որ կարելի է այդ կանխավարկածը կիրառել, որովհետեւ կա ապացույցների օբյեկտիվ պատճառով անհասանելիություն։ Նշվել է նաև պարոն Ենոքյանի կողմից, որ Սերժ Սարգսյանը պարտավոր է լիարժեք տեղեկություններ ունենալ Ռիտա Սարգսյանի եկամուտների և ծախսերի մասին, քանի որ Ռիտա Սարգսյանը ժամանակին հայտարարել է եկամուտներ, օրինակ նվիրատվություններ։ Այս կապակցությամբ պետք է նշել հետևյալը, որ նախ նշված հայտարարների ներկայացման տարեթվերից անցել է բավականին երկար ժամանակահատված, եւ եթե գործում կա օրինակի համար 2005 թվականի կամ 2006 թվականի հայտարարագիր, դա չի նշանակում, որ 2022 կամ 23 թվականին Սերժ Սարգսյանը պարտավոր էր հիշել, թե այդ հայտարարագրերի մեջ նշված գումարները կոնկրետ ինչ գումարներ են։ Երկրորդ, այն որ Սերժ Սարգսյանը տեսականորեն ժամանակին տեղյակ է եղել, որ տիկին Ռիտա Սարգսյանը որոշ չափով գումարներ է ստացել եւ դրանք հայտարարել է, դա դեռևս չի նշանակում, որ նա պարտավոր էր այնքան մանրամասնորեն տեղյակ լինել նաեւ այդ գումարների ծախման աղբյուրներից, որ այսօր տիկին Ռիտա Սարգսյանի մահվան մահացած լինելու պայմաններում կարողանար դրանց վերաբերյալ ողջամիտ բացատրություններ եւ ապացույցներ ներկայացնել դատարանին։ Հաջորդը ուրեմն այս նույն հարցի հետ կապված նշենք, որ Սարգսյանի Սարգսյանը տվել է գրավոր բացատրություն, որը գործում արկա է եւ նոտարի կողմից վավերացված գրավոր հայտարարություն է իրենց ներկայացնում, որով հայտնել է, որ տիկին Ռիտա Սարգսյանը ունեցած ավանդի մասին չի իմացել մինչև ժառանգությունն ընդունելը։ Այս ապացույցից հետևում է, որ Սարգսյանի Սարգսյանը նախ օբյեկտիվորեն չի կարող ներկայացնել ավանդի ծագման աղբյուրի վերաբերյալ որևէ բացատրություն, որովհետև դրա վերաբերյալ ապացույցները օբյեկտիվ պատճառներով հասանելի չեն իրեն, քանի որ նա չունի որևէ պատկերացում, թե տիկին Ռիտա Սարգսյանը կոնկրետ ինչի հաշվին է դրել այդ ավանդը, այսինքն եթե անձը ավանդի մասին իմանում է ժառանգությունն ընդունելիս, բնականաբար ավանդի գոյության մասին դրանից առաջ ուրեմն չգիտե եւ չէր կարող այդ ավանդի ձևավորման ծագման աղբյուրների մասին որևէ տեղեկություն ունենալ։ Եվ անկախ ամեն ինչից նաեւ այս հանգամանքից բխում է, որ Սարգսյանի Սարգսյանը հանդիսանում է տվյալ ավանդի բարեխիղճ ձեռքբերող, քանի որ եթե անձը չգիտեր անգամ ավանդի գոյության մասին, ապա չէր կարող իմանալ դրա ենթադրյալ ապօրինի ծագման մասին։ Օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ օրենքի իմաստով անձին պատկանող գույքը, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույք եւ որը ձեռք է բերվել այլ անձի կողմից, ենթակա չէ բռնագրական բարեխիղճ ձեռքբերողից։ Այսինքն, եթե մի բան ընդունենք, որ տիկին Ռիտա Սարգսյանի պատկանած ավանդը օրենքի իմաստով Սերժ Սարգսյանին պատկանած գույք էր եւ ուներ ապօրինի ծագում, ապա պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դա հետագայում ձեռք է բերվել այլ անձի, դրա դեպքում Սարգսյանի Սարգսյանի կողմից։ Եվ ենթակա չէ դրանից բռնագանձման, քանի որ Սարգսյանի Սարգսյանը հանդիսանում է ավանդի բարեխիղճ ձեռքբերող։ Ավելին, օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի ենթակետի ուժով այդ ավանդը Սարգսյանի Սարգսյանի համար հանդիսանում է օրինական եկամուտ, ժառանգության կարգով ստացված որպես գույք, դրամական միջոց։ Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անձը չի հանդիսանում բարեխիղճ ձեռքբերող, եթե իրավասու մարմինը ապացուցում է, որ անձը գույքը ձեռք բերելու պահին գիտեր կամ ողջամտորեն կարող է իմանալ գույքի ապօրինի ծագում ունենալու մասին։ Գործի քննության ընթացքում իրավասու մարմինը պնդել է, որ Սարգսյանի Սարգսյանը ավանդի բարեխիղճ ձեռքբերող չէ, սակայն իր այս պնդումը հիմնավորող որևէ կոնկրետ փաստարկ եւ ապացույց չի ներկայացրել։ Պարզապես նշել է, որ Սարգսյանի Սարգսյանը ողջամտորեն կարող է իմանալ
գույքի ապօրինի ծագում ունենալու մասին առանց որևէ հիմնավորման եւ առանց որևէ ապացույցի ներկայացման։ Ընդ որում օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասից հետևում է, որ իրավասու մարմինը պետք է ապացուցեր Սաթենիկ Սարգսյանի ավանդի բարեխիղճ ձեռքբերող չհանդիսանալու փաստ եւ դատարանը հենց այդպես էլ բաշխել է ապացուցման բեռը։ Մինչդեռ իրավասու մարմինը որևէ ապացույցով չի հիմնավորել իր այս պնդումը եւ հետեւաբար պետք է դրի դրա բացասական հետևանքները։ Հաջորդիվ նշեմ, որ Ռիտա Սարգսյանին պատկանած, իսկ ներկայումս Սաթենիկ Սարգսյանին պատկանող բանկային ավանդը որպես Սերժ Սարգսյանի գույք հիմնավորելու բան դրված է բացառապես այն պնդումը, որ Սերժ Սարգսյանը այս ավանդի իրական շահառուն է։ Կարևոր է նաև նշել, որ դատարանի կողմից ապացուցման բեռն է այս տրամաբանությամբ է բաշխվել, այսինքն դատարանը իր որոշմամբ սահմանել է, որ իրավասու մարմինը պետք է ապացուցի, որ Սերժ Սարգսյանը հանդիսացել եւ հանդիսանում է Ռիտա Սարգսյանի պատկանած ավանդի իրական շահառուն։ Մինչդեռ այս պնդումը իրավասու մարմնի կողմից ներկայացված երկրում է, քանի որ չի հաստատվում որևէ ապացույցով։ Իրավասու մարմինը այս մասով պարզապես պնդել է, որ վկայակոչեմ, ուրեմն Ռիտա Սարգսյանի կողմից կատարված բոլոր գործողությունները եւ գործարքները համարվում են Սերժ Սարգսյանի կողմից կատարված գործողություններ եւ գործարքներ։ Այս պնդումը բայց որևէ ապացույցով հիմնավորված չէ եւ որևէ իրավանորմից էլ չի բխում։ Ընդ որում կարևոր է նշել, որ տիկին Ռիտա Սարգսյանին պատկանած, իսկ ներկայումս Սաթենիկ Սարգսյանին պատկանող ավանդը որպես Սերժ Սարգսյանի պատկանող գույք բնագանձելու պահանջի հիմքում որևէ կերպ դրված չէ եւ հայցադիմումի մեջ վկայակոչված չէ այն պնդումը, որ նշված ավանդը ամուսնության ընթացքում ձեռք բերված լինելու եւ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսանալու փաստարկի ուժով օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի A ենթակետի իմաստով ամբողջությամբ հանդիսանում է Սերժ Սարգսյանի պատկանող գույք եւ ապացուցման բեռը կրկին այդ տրամաբանությամբ չի բաշխվել, հետեւաբար այդ հանգամանքը դատարանի կողմից չի արժևորվել։ Եվ հետեւաբար ավանդի բնագանձման մասով ներկայացված հայցապահանջներ այդ տրամաբանությամբ չի կարող կավարվել։ Ընդ որում այս մասով մենք դատաքննության փուլում որոշակի հարց ու պատասխան ունեցանք, պարոն Ենոքյանը նշեց, որ մենք այդպես պնդում ենք, բայց ես այդ մեր հարց ու պատասխանից հետո ստուգեցի մանրամասն եւ հայցը եւ դատարանի կողմից կայացված ապացուցման բեռը բաշխելու մասին որոշումը եւ դա ոչ հայցի մեջ է երբևէ արժևորված է, ոչ էլ ապացուցման բեռի։ Այսինքն այստեղ ավանդի բնագանձել չբնագանձելու հարցում իրական նշանակություն ունի միայն Սերժ Սարգսյանի իրական շահառու հանդիսանալ կամ չհանդիսանալ, այլ ոչ թե այդ ավանդը ամուսնության ընթացքում ձեռք բերված լինել կամ չլինել։ Ընդ որում այնտեղ ուրեմն երբ որ երկու նիստ առաջ ես սահմանադրական դատարան դիմելու միջնորդություն էի ներկայացրել, որովհետև մենք ունենք համոզմունք, որ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի A ենթակետը, որը ուղղակի ամուսնության փաստի ուժով թույլ է տալիս համատեղ սեփականությունը համարել մեկ անձին պատկանող գույք օրենքի իմաստով եւ բնագանձել, այդ կտորը մենք կարծում ենք, որ հակասահմանադրական է եւ այդ կտորի տրամաբանությամբ իրավասու մարմնի կողմից որոշակի պահանջներ ներկայացվել են եւ մենք դրա մասին խոսեցինք, նաեւ նշեցինք մեր սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդության մեջ, բայց կոնկրետ ավանդի բնագանձման պահանջի հիմքում այդ կտորը դրված չի։ Այսպիսով հարգելի դատարան Ռիտա Սարգսյանի պատկանած եւ ներկայումս Սաթենիկ Սարգսյանին պատկանող ավանդը որպես Սերժ Սարգսյանին պատկանող գույք որակելիս իրավասու մարմինը ղեկավարվել է օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի ոչ թե A ենթակետի տրամաբանությամբ, այսինքն ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ սեփականություն, այլ B ենթակետի տրամաբանությամբ, այսինքն իրական շահառու եւ ապացուցման բեռն էլ բաշխվել է այդ տրամաբանությամբ։ Իսկ A ենթակետի տրամաբանությամբ շարժվելու դեպքում ապացուցման բեռը բնականաբար այլ կերպ պետք է բաշխվեր, օրինակ պետք է արժևորվեր ավանդը ամուսնության ընթացքում ձեռք բերած լինելու հանգամանքը, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու հանգամանքը եւ այլն։ Ինչ վերաբերում է նաեւ ցանկանամ նաեւ ծախսերից եւ մնացորդից խոսալ, իհարկե մենք ներկայացրեցինք միջնորդություն սահմանադրական դատարան դիմելու եւ դատարանը այդ միջնորդությունը մերժեց, բայց այդուհանդերձ մենք ուզում ենք խնդիրը ևս մեկ անգամ բարձրացնենք դատարանի առջև, որովհետև ամեն դեպքում անկախ նրանից դատարանը դիմել է սահմանադրական դատարան չի դիմել, դատարանը
ձեռքված չի համապատասխան նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունը գործընկերության լուծող դատական ակտով բացահայտելու հնարավորությունից եւ եթե միջնորդության փուլում միջնորդության ներկայացման պահին երևույթ կամ ակնհայտորեն հակասահմանադրականությունը այդ նորմի դատարանի համար հիմնավոր չի եղել, այդուհանդերձ դա խնդիր է, որի մասով դատարանը դեռևս կարող է անդրադառնալ իր կողմից կայացվելիք գործընկերության լուծող դատական ակտին։ Իսկ մենք ցանկանում ենք երկու բանի անդրադառնալ այս համատեքստում՝ ծախսերի եւ ապօրինի միջոցների մնացող տրամագանձելու պահանջին։ Ծախսերի մասով Տիկին Ռիտա Սարգսյանի կողմից ընդհանրաբար կատարված ծախսերի մասով նախ նշենք, որ կրկին օբյեկտիվորեն միայն նա կարող էր կոնկրետ դիրքորոշում, բացատրություններ եւ ապացույցներ ներկայացնել այն մասին, թե ինչ եկամուտներից եւ ինչ աղբյուրներից են կատարվել այդ ծախսերը։ Ուստի մենք նախ եւ առաջ կարծում ենք, որ պատասխանողների վրա դրված ապացուցման մեղը այս մասով չափազանց մեծ է, քանի որ նրանք օբյեկտիվորեն չեն կարող ունենալ որևէ պատկերացում այն մասին, թե Տիկին Ռիտա Սարգսյանը կոնկրետ ինչի հաշվին է այդ ծախսերը կատարել։ Հետևաբար նման իրավիճակում Տիկին Ռիտա Սարգսյանի կողմից կատարված ծախսերի ուժով Սերժ Սարգսյանից համապատասխան չափով գումար բռնագանձելը կարծում ենք, որ կհանդիսանա անհամաչափ միջամտություն Սերժ Սարգսյանի սեփականության իրավունքին։ Երկրորդը, Տիկին Ռիտա Սարգսյանի կողմից կատարված ծախսերը առավելապես կատարվել են վերջինիս կողմից իր սեփական հաշվեհամարներին մուտքագրված չբացատրվող կանխիկ գումարների հաշվին։ Մինչդեռ այդ չբացատրվող կանխիկ մուտքերի համար կարծում ենք, որ Սերժ եւ Սաթենիկ Սարգսյանները չեն կարող պատասխանատվություն կրել։ Ուրեմն ի տարբերություն ավանդի, որտեղ որ իրավասու մարմինը նշել է, որ այս ավանդի իրական շահառու Սերժ Սարգսյանն է, այս սեփական հաշիվների կատարված չբացատրվող մուտքերի մասով Տիկին Ռիտա Սարգսյանը դրա մասով որևէ պնդում հայցադիմումի մեջ, որ այս գումարները իրականում Սերժ Սարգսյանին պատկանած գումարներ են, չկա։ Նման հարց գործի քննության ընթացքում չի բարձրացվել եւ նման հարցի վերաբերյալ ապացուցման բեռ չի բաշխվել։ Տիկին Ռիտա Սարգսյանը ինքնին ուսումնասիրող անձ չի եղել եւ առանձին վերցրած երբևէ չի ունեցել եկամուտի աղբյուրների բացահայտման պարտականություն եւ հնարավորություն, բայց միակ մարդը, ով կարող էր բացատրություններ եւ ապացույցներ ներկայացնել այդ գումարների մասին, հենց նա է։ Մինչդեռ, ինչպես արդեն նշել ենք, Տիկին Ռիտա Սարգսյանը մահացել է անգամ տեղյակ չլինելով ուսումնասիրության առկայության մասին եւ հետեւաբար Տիկին Ռիտա Սարգսյանի կողմից իր սեփական բանկային հաշիվներին կատարված կանխիկ մուտքերի մասով արկա է ապացույցների ներկայացման օբյեկտիվ անհնարինություն, որպեսզի իրավիճակի բացասական հետևանքները չպետք է դրվեն պատասխանողների վրա։ Հաջորդը, ուրեմն ընդհանուր առմամբ իրավասու մարմնի կողմից ներկայացված ծախսված գումարի բռնագանձման պահանջը վերաբերում է Տիկին Ռիտա Սարգսյանի կողմից կատարված գործարքներին եւ ծախսերին, որոնց մասով, ինչպես արդեն նշեցինք, կա ապացույցների ներկայացման օբյեկտիվ անհնարինություն։ Ընդ որում այդ փաստը ընդունել է նաև իրավասու մարմինը նախնական դատական նիստերի ընթացքում։ Այսինքն իրավասու մարմինը ևս ընդունել է, որ ծախսված գումարի բռնագանձման պահանջը եթե ոչ 100, ապա 90-95%-ով առաջացել է Տիկին Ռիտա Սարգսյանի բանկային գործարքների արդյունքում։ Եվ եթե իրավասու մարմինը մեխանիկորեն չմիախառներ եւ չգումարեր Սերժ Ռիտա Սարգսյանի կողմից կատարված ծախսերը, ապա հստակ կերևար, որ Սերժ Սարգսյանի բոլոր ծախսերը համահունչ են եղել վերջինիս եկամուտներին, այդ թվում եկամուտ ասելով նկատի ունեն տարիներ առաջ հայտարարված եկամուտները, որոնք որ իրավասու մարմնի կողմից չեն համարվել որպես իրականում գոյություն ունեցող։ Մենք պնդում ենք, որ եթե ծախսված գումարի բռնագանձման պահանջի համատեքստում անձին պատկանող գույք է դիտարկվել ինքնին ծախսված գումարը եւ ներկայացվել է դրա բռնագանձման պահանջ, ապա օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով ամրագրված անձին պատկանող գույք հասկացությունից բխում է, որ Սերժ Սարգսյանը Ռիտա Սարգսյանի կողմից կատարված ծախսերի համար կարող է պատասխանատվություն կրել երկու դեպքում։ Եթե ապացուցվել, որ Ռիտա Սարգսյանի կողմից ծախսվել է սեփականության իրավունքով կամ համատեղ սեփականության իրավունքով Սերժ Սարգսյանին պատկանած գումար, եւ եթե ապացուցվել, որ Ռիտա Սարգսյանի կողմից ծախսվել է իրական շահառուի սկզբունքով Սերժ Սարգսյանին պատկանած գումար, իսկ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի ենթակետը ծախսված գումարի բռնագանձման պահանջի համատեքստում կարծում ենք, որ ակնհայտորեն կիրառելի չէ։
Տվյալ դեպքում հայցադիմումի մեջ առկա չի որևէ պնդում այն մասին, որ տիկին Ռիտա Սարգսյանի կողմից ծախսվել է իրական շահառուի սկզբունքով Սերժ Սարգսյանին պատկանած գումար։ Ավելին, դատաքննության ընթացքում իրավասու մարմնի ներկայացուցիչը այս մասով հայտարարել է, որ չի պնդում, որ տիկին Ռիտա Սարգսյանի կողմից ծախսված գումարների իրական շահառու Սերժ Սարգսյանն է։ Եվ ի տարբերություն Էրյան փողոցի վրա գտնվող բնակարանի ու կայմանատերիների, ինչպես նաև տիկին Ռիտա Սարգսյանին պատկանած ավանդույթ դեպքերի, ծախսված գումարի բռնագանձման պահանջի մասով ապացուցման մեղը չի բաշխվել իրական շահառուի տրամաբանությամբ։ Հետևաբար, այս պահանջը օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի B ենթակետի համատեքստում չպետք է բավարարվի։ Դրա դեպքում ծախսված գումարի բռնագանձման պահանջի մասով ապացուցման մեղը բաշխվել է հետևյալ կերպով, որ իրավասու մարմինը պետք է ապացուցի 186.584.328 դրամ ծախսված գումարի Սերժ Սարգսյանի սեփականության իրավունքով պատկանելը։ Եվ իր հերթին իրավասու մարմնի ներկայացուցիչը դատաքննության ընթացքում պնդել է, որ Ռիտա Սարգսյանի կողմից ծախսված գումարները համատեղ սեփականություն հանդիսացող գումարներ են, այսինքն այստեղ դրվել է ոչ թե իրական շահառուի գաղափար, այլ համատեղ սեփականության գաղափար։ Եվ հետևաբար կարծում ենք, որ ծախսված գումարի բռնագանձման պահանջի մասով հայց բավարարելու դեպքում դա առավելագույն է, այս հարցը կարող է դիտարկվել օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի A ենթակետի համատեքստում։ Այլ կերպ ասած, սույն գործի շրջանակներում Սերժ Սարգսյանը տեսականորեն կարող է ֆինանսական պատասխանատվության ենթարկվել, այսինքն նրանից կարող է խոշոր գումար բռնագանձվել Ռիտա Սարգսյանի կողմից կատարված ծախսերի համար։ Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի A ենթակետի կիրառման դեպքում։ Իսկ դա միակ ենթակետն է, որը որ տեսականորեն հնարավոր է կիրառել, որտեղ դա ենթակետի մասով ոչ եղել է պնդում, ոչ եղել է ապացուցման մեղք։ Եվ ինչպես նշել են երկու նիստ առաջ, մեր կարծիքով այս նորմը սահմանադրականության հետ ակնհայտ խնդիրներ ունի, որի քանի միջնորդություն ներկայացրել եմ, արդեն խնդրի մասին չեմ խոսել։ Հաջորդը ուրեմն նույն հարցը վերաբերում է ապօրինի միջոցների մնացորդը բռնագանձելու պահանջին։ Նախնական դատական նիստերի ընթացքում իրավասու մարմնի ներկայացուցիչը հայտնել է, որ դրանք ձևավորվել են 3 կոմպոնենտից. Նախ, երրորդ անձանց կողմից փոխանցված գումարների կանխիկացում, երկրորդ ավանդների տոկոսների կանխիկացում, երրորդ սեփական հաշվին կատարված դրամական մուտքերի կանխիկացում։ Երրորդ անձանց կողմից փոխանցված գումարների մասով արդեն նշել ենք, որ բոլոր անհաջող փոխանցումները, որոնք ստացվել են տիկին Ռիտա Սարգսյանի կողմից, պետք է համարվեն օրինական եկամուտներ։ Ավանդների տոկոսների կանխիկացման մասով արդեն նշել ենք, որ Սերժ Սարգսյանի կողմից ներդրված ավանդը հիմնավորվում է նրա օրինական եկամուտներով, այդ թվում տարիներ առաջ ստացված եւ հայտարարված օրինական եկամուտներով, իսկ տիկին Ռիտա Սարգսյանի կողմից ներդրված ավանդի հետևաբար նաեւ դրա տոկոսների մասով առկա է բացատրությունների եւ ապացույցների ներկայացման օբյեկտիվ անհնարինություն, որի բացական հետևանքները չեն կարող դրվել Սերժ Սարգսյանի վրա։ Ինչ վերաբերում է սեփական հաշվին կատարված դրամական մուտքերի կանխիկացումներին, խոսքը կրկին վերաբերում է առավելապես տիկին Ռիտա Սարգսյանի կողմից կատարված մուտքերին եւ կանխիկացումներին, որոնց մասին, ինչպես նշեցին, Սերժ եւ Սաթենիկ Սարգսյանները օբյեկտիվորեն չեն կարող որևէ բացատրություն կամ ապացույց ներկայացնել։ Եվ այս փաստը նաեւ իրավասու մարմինն է ընդունել, որ խոսքը վերաբերում է եթե ոչ 100, ապա 90%-ով վերաբերում է տիկին Ռիտա Սարգսյանի հաշվից կանխիկացումների, դա նախնական դատական նիստերի ընթացքում իրավասու մարմինը ընդունել է։ Եվ եթե իրավասու մարմինը կրկին մեխանիկորեն չմիախառներ եւ չգումարեր ամուսինների գործողությունների արդյունքում ձևավորված դրամական միջոցների մնացորդը, ապա հստակ կերևար, որ Սերժ Սարգսյանին հասանելի դրամական միջոցների մնացորդը համահունչ է վերջինիս եկամուտներին եւ այդ թվում տարիներ առաջ ստացված եւ հայտարարված եկամուտներին։ Իսկ տիկին Ռիտա Սարգսյանի կողմից կատարված մուտքերի եւ կանխիկացումների մասով նշենք, որ օբյեկտիվորեն միայն նա կարող է այս մասով որևէ դիրքորոշում հայտնել կամ բացատրություններ եւ ապացույցներ ներկայացնել այն մասին, թե կոնկրետ ինչ եկամուտներից եւ աղբյուրներից են կատարվել այս դրամական մուտքերը։ Հետևաբար կարծում ենք, որ ապօրինի մնացորդի բռնագանձման պահանջի մասով ևս Սերժ եւ Սաթենիկ Սարգսյանների վրա դրված ապացուցման բեռը չափազանց մեծ է, քանի որ առկա է օբյեկտիվորեն բացատրություններ եւ ապացույցներ ներկայացնելու անհնարինություն, քանի որ չկա որևէ պատկերացում այն մասին,
թե Ռիտա Սարգսյանը կոնկրետ ինչ եկամուտների հաշվին եւ ինչպիսի աղբյուրներից է կատարել այն դրամական մուտքերը, որոնցից հետագայում կատարել է կանխիկացումներ։ Հետևաբար կարծում ենք, որ նման պայմաններում Սերժ Սարգսյանից գումար բռնագանձելը որպես հետևանք կհանդիսանա նրա սեփականության իրավունքին անհամաչափ միջամտություն։ Ավելին, մենք կարծում ենք, որ Տիկին Ռիտա Սարգսյանի կողմից իր սեփական հաշիվներին կատարված չբացատրվող կանխիկ մուտքերի եւ դրանց հետագա կանխիկացումների համար Սերժ եւ Սաթենիկ Սարգսյանները չեն կարող պատասխանատվություն կրել, քանի որ այդ գումարները իրական շահառուի սկզբունքով Սերժ Սարգսյանին պատկանած գումարներ չեն։ Ինչպես նշեցի, դատախազությունը նման պնդումներ չի արել հայցադիմումի մեջ, նման հարց գործի քննության ընթացքում չի բարձրացվել եւ նման հարցի վերաբերյալ ապացուցման դեռ չի բաշխվել։ Ռիտա Սարգսյանը ինքնին ուսումնասիրվող անձ չի եղել եւ առանձին վերցրած չի ունեցել եկամուտի աղբյուրների պատկանություն եւ հնարավորություն։ Սակայն միակ մարդը, ով կարող էր այդ բացատրությունները ներկայացնել, հենց նա էր, մինչդեռ նա մահացել է անգամ տեղյակ չլինելով ուսումնասիրության մասին։ Հետևաբար, ինչպես նշեցի, այստեղ մենք ապացույցների ներկայացման օբյեկտիվ անհնարինություն ունենք։ Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով ամրագրված անձին պատկանող գույք հասկացությունից բխում է, որ Սերժ Սարգսյանը Ռիտա Սարգսյանի գործողությունների արդյունքում ձևավորված ենթադրյալ ապօրինի միջոցների մնացորդի համար կարող է պատասխանատվություն կրել, եթե կամ ապացուցվում է, որ այդ ապօրինի միջոցների մնացորդը ձևավորվել է այնպիսի գումարների շարժից, որոնք սեփականության կամ համատեղ սեփականության իրավունքով պատկանել են Սերժ Սարգսյանին, կամ էլ ապացուցվում է, որ այդ մնացորդը ձևավորվել է այնպիսի գումարների շարժից, որոնք իրական շահառուի սկզբունքով են պատկանել Սերժ Սարգսյանին։ Տվյալ դեպքում, ինչպես ծախսված գումարի մասով, այնպես էլ այս մասով, հայցադիմումի մեջ առկա չի որևէ պնդում այն մասին, որ Ռիտա Սարգսյանի կողմից իր բանկային հաշիվներին մուտքագրվել եւ ներկայացվել են այնպիսի գումարներ, որոնք իրական շահառուի սկզբունքով Սերժ Սարգսյանին են պատկանում։ Ավելին, դատաքննության ընթացքում էլ իրավասու մարմնի ներկայացուցիչը հայտարարել է, որ չի պնդում, որ այս գումարների իրական շահառուն Սերժ Սարգսյանն է։ Եվ ի տարբերություն Տերյան փողոցի վրա գտնվող բնակարանի եւ կայանատերիների, ինչպես նաեւ Ռիտա Սարգսյանի պատկանող ավանդի դրվագների, ապօրինի միջոցների մնացորդի բռնագանձման պահանջի մասով ապացուցման դերը չի բաշխվել իրական շահառուի տրամաբանությամբ։ Հետևաբար օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի ենթակետը այս դրվագով եւս կիրառելի չէ։ Տվյալ դեպքում ապօրինի միջոցների մնացորդի բռնագանձման պահանջի մասով դերը բաշխվել է հետևյալ կերպ։ Իրավասու մարմինը պետք է ապացուցի 165.825.249 ապօրինի միջոցների մնացորդի Սերժ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանել։ Իր հերթին իրավասու մարմնի ներկայացուցիչն էլ դատաքննության ընթացքում պնդել է, որ Ռիտա Սարգսյանի կողմից մուտքագրված եւ երկրագրված գումարները համատեղ սեփականություն հանդիսացող գումարներ են եւ այդքանով հանդիսանում են Սերժ Սարգսյանի սեփականության իրավունքով պատկանող։ Հետևաբար այս պահանջի դեպքում եւս հայցի բավարարման դեպքում առավելագույնը կարող է կիրառվել օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի այլ ենթակետը, այսինքն Սերժ Սարգսյանը տեսականորեն այս պահանջի մասով եւս կարող է ֆինանսական պատասխանատվության ենթարկվել Ռիտա Սարգսյանի կողմից մուտքագրված եւ երկրագրված գումարների համար տվյալ ենթակետի կիրառման դեպքում։ Եվ այս ենթակետի վերաբերյալ եւս ներկայացրել ենք մեր դիտարկումները այն մասին, որ սա մեր կարծիքով ակնսահմանադրական նորմ է։ Հաջորդը ուրեմն Հաջորդ հարցը վերաբերվում է կրկին օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախսերի գումարի բռնագանձմանը։ Նշենք, որ իրավասու մարմինը պահանջել է բռնագանձել օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախսերի գումարը դրամով արտահայտված, անկախ այն հանգամանքից, որ ծախսերի մի զգալի մասը կատարվել է արտարժույթով, էական չէ կոնկրետ ում կողմից, բայց արտարժույթով է կատարվել, մինչդեռ որոշակի ժամանակահատվածի վերաբերյալ որոշակի ավելի արդի ժամանակահատվածի վերաբերյալ, եթե չեմ սխալվում 2004 թվականից սկսած, գործում ընդհանրապես առկա չեն արտարժույթի եւ դրամի փոխարժեքների վերաբերյալ ապացույցներ, եւ հետեւաբար տվյալ ժամանակահատվածի մասով անհնար է ստուգել արդյոք իրավասու մարմինը ճիշտ է հաշվարկել արտարժույթով ծախսված գումարների
դրամային էկվիվալենտ, այսինքն համարժեքը թե ոչ, իսկ որոշակի ժամանակահատվածի համար էլ, ինչքան ավելի մինչև 2003-2004 թվականի համար էլ գործում արկա են միայն ամսական միջինացված տվյալներ արտարժույթի փոխարժեքների վերաբերյալ։ Այդ ավելի հին ժամանակահատվածի ընթացքում կատարված արտարժութային ծախսերը իրավասու մարմնի կողմից դրամի են փոխարկվել ոչ թե կոնկրետ ծախսի կատարման օրվա փոխարժեքով, այլ ամսական միջինացված տվյալների հիման վրա հաշվարկված փոխարժեքով ըստ կենտրոնական բանկի կողմից տրամադրված Excel ֆայլերի, որոնք պարունակել են այդ միջինացված տվյալները։ Այսինքն պարզ ասած, ինչ որ ժամանակահատվածի համար իրավասու մարմնի հաշվարկը միջինացված տվյալների վրա է հիմնվել արտարժույթների փոխարժեքի, ինչ որ ժամանակահատվածից սկսած էլ գործում որևէ ապացույց չկա ընդհանրապես այն մասին, թե իրավասու մարմինը ինչի հիման վրա է արտարժույթով կատարված ծախսերը վերածել դրամ։ Հաջորդը ուրեմն վերաբերվում է օվերդրաֆտներին, ուրեմն նախնական դատական նիստերի ընթացքում այս հարցու պատասխանը ընդ որում ֆիքսված է, արձանագրված է, այսինքն հնարավոր է, որ այն ժամանակահատվածում դեռ երբ գործը ոչ թե քննվում էր սույն գործը ներկայումս քննող նախագահ դատավորի նախագահությամբ, այլ նախորդ դատավորի մոտ, ուրեմն իրավասու մարմնի ներկայացուցիչը պնդել է, որ Սերժ Սարգսյանը անձամբ 11 միլիոն դրամից ավել օվերդրաֆտ է վերցրել եւ մարել։ Այդ հարցու պատասխանը արձանագրությունների մեջ երևում է։ Մինչդեռ դատաքննության ընթացքում, իսկ ապացույցների հետազոտման փուլում, արդեն իրավասու մարմնի մյուս ներկայացուցիչը, խոսքը տնտեսագետներին է վերաբերում, արդեն պնդում էր, որ Սերժ Սարգսյանը երբևէ չի օգտագործել իր օվերդրաֆտները։ Այս հանգամանքը մի շարք այլ հանգամանքների հետ գումարած, որի մասին շուտով բարձրաձայնեմ, թույլ է տալիս մեզ կասկածը տակ մտնել եւ վիճարկել ընդհանուր առմամբ իրավասու մարմնի կողմից ներկայացված հաշվարկը, պնդելով, որ դա անարժանահավատ է եւ չի արտացոլում իրականությունը։ Մասնավորապես ըստ իրավասու մարմնի ներկայացուցչի հայտնած տեղեկությունների, պարոն Կարապետյանն է դա հայտնել, Սերժ Սարգսյանի վարույթի շրջանակներում իրենց կողմից կատարվել է տարեկան հաշվարկը եւ այս հանգամանքը իրավասու մարմնի կողմից բացահայտվել է միայն դատաքննության փուլում, մասնավորապես 2024 թվականի նոյեմբերի 18-ին պարոն Կարապետյանը այդ մասին բանավոր հայտարարել է։ Եվ ըստ պարոն Կարապետյանի հայտնած տեղեկությունների տարեկան հաշվարկ կոչվածը կատարվում է հետևյալ եղանակով. նախ միմյանց գումարվում են տարվա կտրվածքով ուսումնասիրվող անձի եւ նրա ընտանիքի ստացած եկամուտները, անկախ են հանգամանքից, թե կոնկրետ որ օրվա դրությամբ են այդ եկամուտները ստացվել։ Դրանից հետո ստացված թվից հանվում են կոնկրետ ուսումնասիրվող անձի եւ նրա ընտանիքի կատարած ծախսերը, անկախ նրանից, թե կոնկրետ որ օրվա դրությամբ են այդ ծախսերը փաստացի կատարվել, եւ ստացված դրական թիվը, եթե առաջին երկու քայլերից հետո այդպեսին մնում է, տարվա ընթացքում հերթականությամբ սպառվում է, մաշեցվում է գույքային ձեռքբերումների վրա։ Մեզ համար ակնհայտ է, որ տարեկան հաշվարկ կոչվածը իրականությանը չհամապատասխանող եւ առավելագույնը մոտավոր հաշվարկ է։ Քանի որ նման հաշվարկ կատարելու դեպքում իրավասու մարմինը չի հաշվարկում եւ չի վերհանում, թե յուրաքանչյուր կոնկրետ օրվա, այդ թվում գույքի ձեռքբերման կոնկրետ օրերի դրությամբ ուսումնասիրվող անձը եւ նրա ընտանիքը կոնկրետ որքան օրինական կամ ապօրինի եկամուտի մնացորդ են ունեցել։ Այսինքն տարեկան հաշվարկի կատարման դեպքում իրավասու մարմնի կողմից որոշվող գույքի օրինականության կամ ապօրինության տոկոսը չի համապատասխանում գործում արկա ապացույցներին։ Այդուհանդերձ պետք է նշել, որ Սերժ Սարգսյանի վարույթի շրջանակներում անգամ տարեկան հաշվարկել չի կատարվել։ Ներկայացված Excel հաշվարկից պարզ երևում է, որ Սերժ Սարգսյանի եկամուտները, ծախսերը, ձեռքբերումները եւ այլ գործարքների տարանջատումները ու հաշվարկը կատարվել են ըստ ժամանակաշրջանների, որոնք որոշվել են անհասկանալի տրամաբանությամբ։ Մի դեպքում հաշվարկող ժամանակաշրջանը կազմել է մի քանի տարի, մեկ այլ դեպքում մի քանի ամիս եւ այլն։ Բացի այդ, ներկայացված Excel հաշվարկից երևում է, որ ֆայլի բանկային գործարքներ բաժնում յուրաքանչյուր գործարքի անհատական որակում տրված չէ, թե այդ գործարքը օրինական է դիտարկվել, թե ապօրինի։
Ըստ այդմ կարծում եմ, որ հնարավոր չէ ստուգել, թե նույն ֆայլի ամփոփ բաժնում առկա օրինական կամ ապօրինի որակումները, թվերի դիմաց դրած որակումները, որոնք արդեն խմբավորված են ըստ տարվա, ըստ մի քանի տարիների կամ ըստ մի քանի ամիսների, դրանք որքանով են բխում բանկային գործարքներ բաժնում առկա արմատականացված տեղեկություններից։ Այսպիսով նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ նույն հաշվարկի վերաբերյալ իրավասու մարմնի երկու տարբեր ներկայացուցիչ, երկու տարբեր փուլերում գործիքնության կարող են հայտնել իրարամերժ տեղեկություններ, օրինակ այդ օվերդրաֆտի մասով, մենք պնդում ենք, որ այդ հաշվարկը արժանահավատ չէ եւ վերահսկելի չէ, այսինքն ստուգելի չէ, հենց անգամ իրավասու մարմինը ինքը երևի թե իր հաշվարկը ամբողջ ծավալով չի կարող ստուգել, հասկանալ, որ մասներ ճիշտ, որ մասներ սխալ։ Ուրեմն հաջորդը ես ցանկանամ անդրադառնալ հանցավորության դեմ պայքարի եւ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակներին եւ ըստ էության դրանից հետո կմնա շատ քիչ հատված, ընդհանրապես մի 3-4 փոքր կտոր կմնա, սա երևի վերջին մեծ հատվածն է, որի մասին ցանկանամ խոսալ, նախ հանցավորության մասով խոսեմ։ Մենք պնդում ենք, որ վարույթը հարուցվել է հանցավորության դեմ պայքարի նպատակի շրջանակներում եւ նման պայմաններում պնդում ենք, որ քննարկվող գույքերը չեն կարող բռնագանձման ենթակա լինել, քանի որ բացակայում է ներսարվող հանցանքի եւ բռնագանձման ենթակա գույքերի միջև կապ։ Ուրեմն Սերժ Ազատի Սարգսյանի վերաբերյալ կազմված որևէ վարույթային փաստաթղթում, խոսքը վերաբերում է քրեատավարական վարույթային փաստաթղթերին, առկա չէ որևէ անգամ հպանցիկ նշում Սերժ Սարգսյանի ենթադրաբար պատկանող գույքերի կամ ենթադրյալ հանցավոր արարքից որևէ տեսակի եկամուտ ստանալու կամ նման եկամուտ ստանալու հնարավորության վերաբերյալ։ Սերժ Սարգսյանին պատկանող գույքի առնչության ուսումնասիրություն սկսելու մասին որոշման փաստական հիմքում դրված են եղել այն հանգամանքները, որ 2019 թվականի ապրիլի 12-ին քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցվել է կոնկրետ համարով քրեական գործը, որից 2019 թվականի դեկտեմբերի 18-ին անջատվել է մեկ այլ քրեական գործ։ Եվ այն հանգամանքն է դրված եղել ուսումնասիրություն սկսելու մասին որոշման փաստական հիմքում, որ նշված քրեական գործով Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավել եւ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով այն բանի համար, որ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն։ Սերժ Սարգսյանի պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը կայացվել է այն հիմքով, որ նա քրեական գործով ներգրավել է որպես մեղադրյալ քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով։ Այսինքն Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է ուսումնասիրություն սկսելու օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը։ Սահմանադրական դատարանը իր 2025 թվականի ապրիլի 16-ի ՍԴՎ 1776 որոշմամբ վերացական ստուգման է ենթարկել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նորմերի սահմանադրականությունը եւ արձանագրել է մի շարք արձանագրումներ, մասնավորապես մենք դատարանի ուշադրությունն ենք հրավիրում կոնկրետ այս մասով 153-րդ, 158-րդ, 160-րդ, 161-րդ եւ 165-րդ կետերի վրա սահմանադրական դատարանի որոշման եւ արդյունքում որոշել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 1-ից 4-րդ կետերը, այսինքն այդ թվում նաեւ 2-րդ կետը, որը կիրառվել է Սերժ Սարգսյանի նկատմամբ, նույն օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի հետ համակցության մեջ համապատասխանում են սահմանադրությանը այն մեկնաբանությանը, որ բռնագանձման ենթակա գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Մենք սահմանադրական դատարանի որոշումը ելնելով այն կետերից, որ կետերը որ քիչ առաջ կարգավորեցի, այսինքն 153, 158, 160, 161 եւ 165 մեկնաբանում ենք հետևյալ եզրափակիչ մասի համատեքստում այս կետերը պետք է մեր կարծիքով հասկանալ հետևյալ կերպ։
որ նման վարույթի շրջանակներում կարող է բնագանձվել միանային գույքը, որը ողջամտորեն կապված է վարույթը սկսելու համար հիմք հանդիսացած հանցանքի հետ, որ նման վարույթի շրջանակներում ողջամտորեն պետք է հիմնավորվի, որ բնագանձման առարկա հանդիսացող գույքը ձեռք է բերվել վարույթը սկսելու համար հիմք հանդիսացած հանցանքի կատարման արդյունքում, եւ որ տվյալ հանցանքները այնպիսին է, որ օբյեկտիվորեն ունակ է համապատասխան տնտեսական օգուտներ, այսինքն հանցավոր եկամուտներ գեներացնել պատասխանատու ֆինանսիվով անձի համար։ Ընդ որում սահմանադրական դատարանի որոշման տեսանկյունից գործի լուծման համար էական նշանակություն ունի ոչ թե բնագանձման ենթակա գույքի կապը ցանկացած կամայական հանցանքի հետ, այլ կապը բնագանձման վարույթը սկսելու համար հիմք հանդիսացած հանցանքի հետ։ Մինչդեռ հակառակ սահմանադրական դատարանի որոշմանը Սերժ Սարգսյանից եւ Սաթենիկ Սարգսյանից պահանջվող գույքերը եւ դրամական միջոցները անգամ ենթադրյալ կամ անուղղակի կապ չունեն Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքի, այդ թվում նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման եւ նրան առաջադրված մեղադրանքի հետ։ Ներկայացված հայցադիմումի մեջ հիմնավորված եւ անգամ վկայակոչված չէ որևէ կապ Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքի եւ պահանջվող գույքերի ու դրամական միջոցների միջեւ։ Իրավասու մարմինը իր հայցադիմումի մեջ այս կապակցությամբ չի վկայակոչել որևէ հանգամանք կամ ծնդում։ Ներկայացված հայցադիմումի մեջ որևէ կերպ վկայակոչված եւ հիմնավորված չէ, որ այդ գույքերը եւ դրամական միջոցները ձեռք են բերվել Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքի կատարման արդյունքում եւ չէր կարող նմանատիպ վկայակոչվել հայցադիմումի մեջ, քանի որ մեղադրանքը որևէ կերպ չի առանցում պահանջվող գույքերին եւ դրամական միջոցներին։ Ավելին, մենք պնդում ենք, որ բացակայում է նաեւ ժամանակագրական կապը Սերժ Սարգսյանի ներսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի եւ բնագանձման ենթակա գույքերի ու դրամական միջոցների միջեւ։ Օրինակ, Տերյան 66-64-րդ բնակարանը ձեռքաբերվել 2006 թվականին։ Նույն շենքում գտնվող կայանատեղին կրկին 2006 թվականին է ձեռքբերվել։ Նույն շենքում գտնվող մյուս կայանատեղին ձեռքաբերվել 2009 թվականին։ Սերժ Սարգսյանի անվամբ ներդրված ավանդի գումարը ևս ներդրվել է 2009 թվականին։ Հետագայում գումարի չափը ավելացել է տոկոսային եկամուտների հաշվին։ Մինչդեռ Սերժ Սարգսյանին ներսադրվող ենթադրյալ հանցավոր արարքը ենթադրաբար կատարվել է 2013 թվականի սկզբին։ Եվ այդ հանցավոր արարքը ենթադրյալ այնպիսին էլ չէ, որ ունակ լիներ հայցադիմումի մեջ նշված գույքերի եւ դրամական միջոցների ձեռքբերման համար անհրաժեշտ տնտեսական օգուտներ կամ հանցավոր եկամուտներ գեներացնել։ Այդպիսի պնդումներ նաեւ իրավասու մարմնի հայցադիմումի մեջ չկան։ Մասնավորապես նախկինում գործող քրեական օրենսգրքի 179-րդ եւ 38-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ Սերժ Սարգսյանը մեղադրվել է առանձնապես խոշոր չափերով վատ նմանը հանցակցելու մեջ եւ այդ մեղադրանքը ծառայել ուսումնասիրությունը սկսելու համար։ Մինչդեռ վատնում հանցակազմը ինքնին չի ենթադրում ապօրինի եկամուտներ գեներացնելու ողջամիտ հնարավորություն։ Վատնում հանցակազմը ենթադրում է բացառապես անձին նստավված նյութական միջոցների ոչ արդյունավետ կառավարում, նյութական միջոցների ոչ արդյունավետ օգտագործում, բայց դա օբյեկտիվորեն չի ենթադրում, որ վատնում կատարած անձը իր սեփականությունն է դարձրել վատնված միջոցները։ Իսկ եթե այդպիսի հանգամանք պնդում լիներ քրեական գործի մեջ, ոչ թե վատնում հանցակազմով կհարուցվեր այդ քրեական գործը, այլ յուրացում հանցակազմով, որը լիվ այլ բան է։ Եվ ավելին ներկայացված մեղադրանքի տեքստից էլ ուղղակիորեն հետևում է, որ ենթադրյալ վատնումը կատարվել է ոչ թե շահադիտական, այլ առանձնական ընկերական դրդապատճառներով։ Նույնիսկ մեղադրանքի մեջ են բացակայում պնդումները այն մասին, որ Սերժ Սարգսյանը իրեն ներսագրվող արարքի կատարման դիմաց որևէ տեսակի վարձատրություն է ստացել որևէ մեկից։ Նման պնդումներ չկան նաև հայցադիմումի մեջ։ Այսինքն վերագրվող հանցավոր արարքը այնպիսին չէ, որ օբյեկտիվորեն ունակ լիներ հայցի արարքայում մատնանշված գույքերի եւ դրամական միջոցների ձեռքբերման համար համապատասխան չափով տնտեսական օգուտներ գեներացնել։ Ինչպես քրեական հետապնդման շրջանակներում, այնպես էլ հայցադիմումի մեջ բացակայում են հետևյալ առանցքային հարցերի պատասխանները։ Ինչ ենթադրյալ հանցավոր արարք է կատարել Սերժ Սարգսյանը, որը ողջամտորեն ենթադրում է իր համար հանցավոր եկամուտների գեներացման հնարավորություն։ Սերժ Սարգսյանի համար երբ, ինչ եղանակով եւ ինչ չափով են գեներացվել ենթադրյալ հանցավոր արարքի կատարման արդյունքում ստացված ենթադրյալ հանցավոր եկամուտները
Եվ ինչով է հիմնավորվում այդ ենթադրությունը, որ հայցի առարկայում նշված գույքերը եւ դրամական միջոցները ձեռք են բերվել ենթադրյալ հանցանքից ստացված ենթադրյալ հանցավոր եկամուտներով։ Նշված հարցերի պատասխանները ընդհանրապես բացակայում են այն աստիճանի, որ չի կարող խոսք գնալ անգամ որոշակի հավաստիության նշաձողը կամ ողջամտության չափանիշը պահպանված լինելու մասին։ Եվ ավելին ներառյալի բովանդակությունից էլ ակնհայտ է, որ մեղսագրված արարքի արդյունքում Սերժ Սարգսյանը չէր կարող գեներացնել ֆինանսական միջոցներ։ Այսպիսով ծույն ուսումնասիրությունը որևէ կապ չունի Սերժ Սարգսյանի ներկայացված մեղադրանքի եւ նրան մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի հետ։ Ուստի հանցավորության դեմ պայքարի նպատակի շրջանակներում հարուցված վարույթում քննարկվող գույքերը չեն կարող բռնագանձման ենթակա լինել, քանի որ բացակայում է մեղսագրվող հանցանքի եւ բռնագանձման ենթակա գույքերի միջեւ որևէ տեսակի կապը։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, այս մասով մենք մեր դիտարկումները արդեն նշել ենք, հիմա շատ կարճ ուղղակի ասեմ, մենք կարծում ենք, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ չի կիրառվել ուսումնասիրությունը սկսելու այնպիսի հիմք, որը կարող է վկայել իրեն վերաբերող վարույթի շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի արտահայտության մասին։ Մեր այս պնդումը հիմնված է Սահմանադրական դատարանի 1776 որոշման 99, 100, 101, 102 կետերի համադրված վերլուծության, ինչպես նաև նույն որոշման եզրափակիչ մասի վերլուծության վրա։ Մենք արդեն հայտնել ենք մեր դիրքորոշումը այն մասին, որ կարծում ենք, որ վարույթի նպատակ կոչվող երևույթը դա ամորֆ երևույթ չէ եւ դա նյութականացված է օրենքով սահմանված ուսումնասիրություն սկսելու հիմքերում եւ չի կարող մեկնաբանվել այդ հիմքերից անկախ։ Պնդել ենք եւ նորից պնդում ենք, որ չի կարող որոշակի նպատակ ինքնին արկա լինել, գոյություն ունենալ կամ պարզապես հռչակվել իրավասու մարմնի կողմից, եթե այդ նպատակից բխող ուսումնասիրություն սկսելու մասին հիմքը չի կիրառվել տրվել վարույթով։ Նշել ենք նաև, որ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը արտացոլված է օրենքի ուսումնասիրություն սկսելու այնպիսի հիմքերում, որոնք տվյալ դեպքում ընդհանրապես իրավասու մարմնի կողմից չեն կիրառվել։ Մինչդեռ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի մասին կարելի է խոսել այն դեպքում, եթե այդ հիմքերը կիրառված լինեին։ Հետևաբար դեմ ենք այն գաղափարին, որ իրավասու մարմինը փորձում է post factum այս ուսումնասիրությունը արհեստական եղանակով կապակցել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի հետ։ Ընդ որում նշել ենք նաև, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված ուսումնասիրության շրջանակներում բացակայել են այն վավերապայմանները, որոնք անհրաժեշտ կլինեին անձի դեմ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի շրջանակներում հայց ներկայացնելու համար։ Նման հայցը կարող է ներկայացվել բացառապես այն դեպքում, եթե ուսումնասիրությունը հարուցված լիներ ՕՀՄ-ների արդյունքում հայտնաբերված տվյալների հիման վրա կամ հարուցված լիներ այդ ուսումնասիրությունը մեկ այլ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ստացված հայտնաբերված տվյալների հիման վրա։ Մինչդեռ տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի վերաբերյալ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցներ չեն եղել եւ հետեւաբար դրանց արդյունքում հայտնաբերված տվյալներ չեն կարող գոյություն ունենալ եւ ուսումնասիրությունը չի հարուցվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեկ այլ վարույթի շրջանակներում ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ տվյալների հիման վրա։ Ընդ որում շատ կարևոր է նշել, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող ուսումնասիրվող անձի պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքը առանձին վերցրած մենք չենք կարծում, որ կարող է լինել բավարար պայման նրա նկատմամբ հարուցված ուսումնասիրությունը կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի շրջանակներում հարուցված համարելու համար։ Կոռուպցիայի նախ Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ բխում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի համատեքստում պաշտոնատար անձի դեմ հարուցված հայցը, որի շրջանակներում ՍԴ-ի կողմից սահմանադրաչափ է համարվել պաշտոնը ստանձնելու պահից հետո ձեռք բերված գույքի բռնագանձումը, դա ուղղակիորեն եւ անվիճելիորեն փոխկապակցված օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված ուսումնասիրությունը սկսելու հիմքերի հետ եւ
5-րդ եւ 6-րդ կետերն են որոշակի վավերապայմաններ են սահմանում, թե որ ինչի արկայության դեպքում կարող է նմանատիպ հայցը պաշտոնատար անձի դեմ ներկայացվել։ Այսինքն ուսումնասիրող անձի պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքը ինքնին առանձին վերցած դեռ բավարար պայման չի տվյալ անձի դեմ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի համատեքստում հայց հարուցելու համար, որի շրջանակներում ՍԴ-ն սահմանադրել է չափահամարում պաշտոնը ստանձնելու պահից հետո ձեռք բերված գույքի բռնականությունը։ Ինչպես նշեցինք, արդեն պաշտոնատար անձի դեմ նման հայց հարուցելու համար անհրաժեշտ է նաև երկու լրացուցիչ վավերապայմաններից գոնե մեկի առկայություն, որը արդեն բացահայտեցի, թե մեր կարծիքով որոնք են։ Եվ քրեական գործով մեղադրյալ չհանդիսացող պաշտոնատար անձի վերաբերյալ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի համատեքստում կարող է սկսվել ուսումնասիրություն եւ կարող է հայց հարուցվել բացառապես այն դեպքում, երբ այդ վավերապայմանները արտարային ու պահպանված են։ Քրեական գործով մեղադրյալ չհանդիսացող պաշտոնատար անձի նկատմամբ հարուցված վարույթի շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը կարող է հռչակվել եւ գործել բացառապես այդ վավերապայմանների արտահայտության դեպքում, այսինքն կամ բողոմնա տվյալի արտահայտություն կամ մեկը վարույթից ստացված տվյալի արտահայտություն։ Այսինքն, եթե Սերժ Սարգսյանը քրեական գործի շրջանակներում չհանդիսանար մեղադրյալ, ապա նրա վերաբերյալ կարելի չէր լինի կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի համատեքստում ուսումնասիրություն սկսել եւ հայց հարուցել, եթե այդ երկու վավերապայմաններից որևէ մեկը չլիներ ՀՀՄ-ն կամ այլ վարույթից ստացված տվյալը։ Եվ նման պայմաններում մենք չենք տեսնում որևէ հիմնավոր պատճառ, թե ինչու պետք է մեղադրյալ հանդիսացող պաշտոնատար անձի նկատմամբ հարուցված ուսումնասիրության եւ ներկայացված հայցի շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը գործի առանց նշված պայմաններից որևէ մեկի արտահայտության կամ ինքնին ենթադրվի։ Եվ ուրեմն եւս երկու բան սրա հետ կապված, նախ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասից հետևում է, որ սահմանադրական դատարանը սահմանադրաչափ է համարել ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի համատեքստում հարուցված հայցի շրջանակներում պաշտոնատար անձի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո ձեռք բերված հիմքերի բռնականությունը, այլ կոնկրետ օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված հիմքերով ուսումնասիրությունը սկսելու դեպքում սահմանադրաչափ համարել պաշտոնատար անձի պաշտոնը ձեռք բերելուց հետո ձեռք բերված հիմքի բռնականությունը այս օրենքի տրամաբանության համատեքստում։ Այսինքն սահմանադրականության տեսանկյունից հիմքի բռնականացման թույլատրելիության չափանիշը որոշվել է ոչ թե ելնելով վարույթի նպատակից, այլ կոնկրետ գործի շրջանակներում կիրառված ուսումնասիրություն սկսելու հիմքից։ Եվ այլ կերպ ասած, ոչ թե ինքնին պաշտոնատար անձի դեմ հարուցված վարույթի շրջանակներում է բռնականացման ենթակա գույքը, որը ձեռք է բերվել պաշտոնը ստանձնելու պահից հետո, այլ օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կամ 6-րդ կետերի հիմքով հարուցված վարույթի շրջանակներում է բռնականացման ենթակա այդ գույքը, որը ձեռք է բերվել պաշտոնը ստանձնելուց հետո։ Մինչդեռ սույն վարույթը 5-րդ կամ 6-րդ կետերի հետ ուսումնասիրություն սկսելու հիմքերի որևէ կապ չունի։ Նաև մենք արդեն ներկայացրել ենք մեր կարծիքը, թե կոռուպցիայի դեմ պայքարի եւ հանցավորության դեմ պայքարի նպատակները ինչպես կարող են համատեղվել մեկ վարույթի շրջանակներում, այդ մասով լրացուցիչ որևէ բան չեմ ասի, այդ մասով արդեն խոսել եմ եւ որպես այսպես ասած վերջնական եզրահանգում նշեմ, որ մեր կարծիքով կոնկրետ անձին վերաբերող կոնկրետ վարույթի շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի արտահայտությունը արձանագրելու համար ինքնին չպետք է բավարար լինի ուսումնասիրող անձի պաշտոն ունենալը կամ երբևէ պաշտոն զբաղեցրած լինելը։ Սույն վարույթը մեր կարծիքով կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի հետ եւ իրավասու մարմինը չի կարող պարզապես post factum հռչակել, թե այստեղ առկա է երկու նպատակների զուգորդում կամ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ։ Սա ես այս կտորը ավարտեցի եւ հիմա անցնեմ հաջորդին։ Մենք
Ընդմիջենք, եթե ժամանակ ապետք։ 5 րոպե ոչ ապետակը դատան համարյա բան չի մնացել։ Ընդմիջում 10 րոպե։ Շարունակում ենք դատական նիստը ընդմիջում անպահից։ Խնդրեմ պարոն Գրիգորյան։ Ուրեմն Եվս մեկ այսպես հարցադրում, որը վերաբերում է իրավասու մարմնի կողմից ներկայացված հայցապահանջին։ Դրանում պարունակվող ձևակերպումների, այդ ձևակերպումները իմ կարծիքով միասնական չեն և տեղեր կան, որ ներքին տրամաբանական հակասություն են պարունակում։ Օրինակ հարցա, թե եթե մի կողմից համեմատում ենք Տերյան փողոցի վրա գտնվող բնակարանի ու ավտոկայանատեղիները, մյուս կողմից համեմատում ենք նախկինում Տիկին Ռիտա Սարգսյանին պատկանած և ներկայումս Սաթենիկ Սարգսյանին պատկանող ավանդը ու դրանից ստացված տոկոսները, և եթե ինչպես նշեցի, այդ ամեն ինչի վերաբերյալ, դե բացի ծախսված հիմարից ու բացի ապօրինի ենթադրյալ մնացորդից, ամեն ինչի վերաբերյալ ներկայացված պահանջի հիմքում դրված է եղել այն պնդումը, որ դրանք օրենքի իմաստով պատկանում են Սերժ Սարգսյանին, այսինքն Սերժ Սարգսյանը դրանց իրական շահառուն է։ Այդ դեպքում մի մոտ հարց է առաջանում, թե ինչու կոնկրետ բնակարանի և կայանատեղիների բռնագանձման անհնարինության դեպքում, որը Սաթենիկ Սարգսյանի անվան առնվազն իրավասու մարմինը պահանջել է Սերժ Սարգսյանից բռնագանձել գույքերի միջին շուկայական արժեքը, իսկ արդեն ավանդի ու տոկոսների դեպքում Տիկին Ռիտա Սարգսյանի կողմից ներդրված ավանդի ու տոկոսների բռնագանձման անհնարինության դեպքում իրավասու մարմինը արդեն պահանջել է Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք միջոցը։ Այն դեպքում, երբ որ Սաթենիկ Սարգսյանը ուսումնասիրող անձ չի, Սաթենիկ Սարգսյանը շահագրգիռ անձ է, Սաթենիկ Սարգսյանի դեմ բռնագանձման անհնարինության դեպքում որևէ համարժեք գումար բռնագանձելու պահանջ կարծում եմ երբևէ չի կարող ներկայացվել, որովհետև ամբողջ օրենքը հիմնվում այն տրամաբանության վրա, որ եթե որևէ գույք բռնագանձել անհնարին է, ապա այդ անհնարինության բեռը ամեն դեպքում ուսումնասիրող անձը պետք է կրի, այլ ոչ թե այն շահագրգիռ անձը, ում պատկանող անվան գրանցված կամ հաշվառված գույքի նկատմամբ ներկայացվում է պահանջը։ Դեռ եթե ֆինանսական պատասխանատվության բեռը իրավասու մարմինը գտնում է, որ ամեն դեպքում պետք է կրի Սաթենիկ Սարգսյանը, ոչ թե Սերժ Սարգսյանը, միգուցե դրանով իրավասու մարմինը նաև ընդունում է, որ Սերժ Սարգսյանը չի այդ ավանդի իրական շահառուն եղել։ Ընդ որում Սաթենիկ Սարգսյանի կարգավիճակին անդրադառնալով պետք է նաև նշել, որ շահագրգիռ անձը ուսումնասիրող անձ չէ, նրա վերաբերյալ առկա չէ ուսումնասիրություն սկսելու մասին որոշում, նա պարտավոր չի ապացուցել, որ վիճելի գույքը իրենն է, հակառակը դատախազությունն է պարտավոր ապացուցել, որ վիճելի գույքը իրական շահառուի սկզբունքով պատկանում է ուսումնասիրող անձին, ընդ որում եթե դատախազությունը չի ապացուցում, որ վիճելի գույքը իրական շահառուի սկզբունքով պատկանում է ուսումնասիրող անձին, ապա շահագրգիռ անձը ընդհանրապես որևէ բացասական հետևանք չպետք է կրի, եթե օրինակ ցույց չի տալիս իր եկամուտների աղբյուրը կամ հիմնավորում իր եկամուտների օրինականությունը, շահագրգիռ անձի համար բավարար է միայն պնդելը, որ գույքը ուսումնասիրող անձին չի պատկանում, այդ իրական շահառուի սկզբունքով հերիքել դա եւ դրանից հետո այլևս որևէ բան չանել, եթե վստահ է դրանում եւ վստահ է նրանում, որ իրավասու մարմինը չի ներկայացնելու որևէ ապացույց այն մասին, որը կարող է ցույց տալ, որ այդ գույքը ամեն դեպքում ոչ թե շահագրգիռ անձին է պատկանում, այլ իրական շահառուի սկզբունքով ուսումնասիրող անձին է պատկանում։ Ընդ որում, եթե դատախազությունը ապացուցում է, որ վիճելի գույքը իրական շահառուի սկզբունքով պատկանում է ուսումնասիրող անձին, ապա շահագրգիռ անձի ունեցած օրինական եկամուտները այլևս որևէ նշանակություն չունեն գույքի օրինականությունը հիմնավորելու տեսանկյունից
Իսկ եթե շահագրգիռ անձը հրաժարվում է ցույց տալ կամ պարզապես ցույց չի տալիս իր եկամուտների աղբյուրը կամ հրաժարվում է հիմնավորել դրանց օրինականությունը, ապա դա դեռ բավարար չէ այն վարկածը հաստատելու համար, որ վիճելի գույքը իրական շահառուի սկզբունքով պատկանում է ուսումնասիրվող անձին։ Կարող է գույքը ունի իրական շահառու, բայց հեչ պարտադիր չի, որ իրական շահառու լինի հենց այն ուսումնասիրվող անձը, որը դատախազության կողմից մատնանշվել է, օրինակ եմ ասում, էլի։ Մի խոսքով, այս կարգավիճակի համատեքստում մենք կարծում ենք, որ այս երկու հայցապահանջները, որ մի գույքի բռնագանձման անհնարինության դեպքում պահանջվում է Սերժ Սարգսյանից բռնագանձել գույքերի միջին շուկայական արժեք, իսկ մեկ այլ գույքի բռնագանձման անհնարինության դեպքում պահանջվում է Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք միջոցներ, դրանք միմյանց հակասող հայցապահանջներ են եւ դրանց զուգահեռ ներկայացման հիմքում ընկած է միմյանց հակասող տրամաբանություն։ Եվ ուրեմն հաջորդը վերաբերվում է իրավասու մարմնի կողմից ներկայացված կառավարության 1635A որոշմանը, որով ըստ իրավասու մարմնի միայն 2023 թվականին է սահմանվել, որ կառավարական ամառանոցների սպառողական ծախսերը ենթակային կատարման պետության կողմից։ Այս մասով մենք ուզում ենք նշենք, որ կառավարության A որոշումը նորմատիվ իրավական ակտ չէ եւ դրա վրա չի տարածվում Յուրանովիտ Կուրիա սկզբունքը, այսինքն դատավորը գիտի օրենքը սկզբունքը, կառավարության A որոշումը անհատական իրավական ակտ է, հանդիսանում է սովորական գրավոր ապացույց, որը դատարանին է ներկայացվել ապացույցների ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո առանց նույնիսկ որևէ միջնորդության, որով որ կհիմնավորվեր դրա ուշ ներկայացումը։ Հաջորդը վերաբերվում է ընտրական գրավի գումարի հետ կապված դրվագին, ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված ընտրական գրավի վերադարձը դիտարկվել է որպես ապօրինի եկամուտ, բացառապես այն հիմնավորմամբ եւ պատճառաբանությամբ, որ իրավասու մարմինը չի տեսել որևէ տեղեկություն այն մասին, թե ինչպես եւ երբ հավելվել ընտրական գրավը, մինչդեռ օբյեկտիվ իրականության մեջ հստակ չէ, թե ընտրական գրավի գումարը ով է վճարել, որը հետագայում վերադարձվել է։ Ընդ որում այդ տեղեկատվությունը հեշտությամբ կարող է պարզվել, եթե իրավասու մարմինը հարցում կատարել կենտրոնական ընտրական հանձնաժողովին, բայց տվյալ դեպքում իրավասու մարմինը չի դրսևորել պատշաճ բարեխիղճություն եւ ինքն պետք է կրի դրա բացասական հետևանքը։ Նա իրավասու մարմինը բացարձակապես չի դիտարկել այն ողջամիտ վարկածը, որ ընտրական գրավի գումարը կարող է վճարված լինել այլ անձի կամ այլ անձանց կողմից եւ հաշվին, գումարի վերադարձը կարող է կատարվել պատասխանողին, որից հետո պատասխանողը կարող է այդ գումարը աշխատած լինել կամ աշխատած չլինել։ Ընդ որում այս վարկածը ողջամիտ է, ավելի ողջամիտ, քան թե այն ինչ որ իրավասու մարմինն է նշում, որովհետեւ ընտրական գրավի վճարումը պետք է կատարվեր անկանխիկ եղանակով։ Եվ եթե պատասխանողի բանկային գաղտնիքում այդ թվում անհաշիվ գործարքների վերաբերող փաստաթղթերի նման անկանխիկ գործարքի մասին տեղեկատվություն առկա չէ, ուրեմն նման անկանխիկ վճարում չի կատարվել, այդ թվում նաև անհաշիվ եղանակով։ Իսկ դա որևէ պարագայում չէր կարող կանխիկ վճարվել, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի դրամարկղ։ Այսինքն որևէ պարագայում այդ գումարը չէր կարող արձեռն վճարված լինել։ Իսկ անկանխիկ վճարում կատարած լինելու մասին տվյալներ, ինչպես արդեն նշեցինք, չկան, բայց պետք է լինեին, եթե այդպիսի փաստ լիներ։ Հստակ է միայն այն, որ ընտրական գրավի գումարը վերադարձվել է պատասխանողին բանկային փոխանցման եղանակով։ Նման պայմաններում միակ հնարավոր տարբերակը այն է, որ գումարի վճարումը կատարվել է այլ անձի կողմից անկանխիկ եւ ԳՀ-ի կողմից փոխանցվել է պատասխանողին պետք անկանխիկ։ Սա կարող է հերքվել տեսականորեն, բայց գործնականում կհաստատվեր, եթե դատախազությունը գործադրեր ողջամիտ ջանքեր եւ դրսեւորեր պատշաճ բարեխիղճություն, բայց նման բան քանի որ տեղի չի ունեցել, հետեւաբար որպես ելակետ հիմք կարծում ենք, որ պետք է ընդունել մեր կողմից մատնանշված վարկած։ Իսկ արդեն ինչ հարաբերություններ են ծագում գրավի գումարը վճարած անձի եւ գրավի գումարը ետ ստացած անձի միջեւ, դա արդեն ոչ միայն իրավասու մարմնի քննարկման ենթակա խնդիրը չէ, այլև ինքնին բավարարել չէ գումարը որպես ապօրինի եկամուտ որակելու համար։ Բացի այդ, արգելի դատարան, նշեմ նաև, որ սահմանադրական դատարանը իր ՍԴՎ
1776 որոշմամբ արձանագրել է նաև մի շարք կոնկրետ խնդիր, որը վերաբերում է նրան, թե որքանով է ողջամիտ և որքանով է իրավաչափ, որ ուրեմն օրենքով գույքի բռնագանձման թույլատրելիության ժամանակային սահմանափակում չի նախատեսվում, որ նման վարժության ժամկետ նախատեսված չի նաև օրենքը ուժի մեջ մտնելու մեկնակետից կամ հետագա որևէ պահից հաշվարկված, այս տեսանկյունից մենք ցանկանում ենք վկայակոչել սահմանադրական դատարանի 1776 որոշման 167, 168, 169, 170 կետերը և հաշվի առնելով են հանգամանք, որ իրավասու մարմինը Սերժ Սարգսյանին առնչվող վարույթում վկայակոչում է կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ, պնդում ենք, որ կոնկրետ գործի շրջանակներում, որպեսզի սահմանադրական դատարանը հնարավորություն ունենա դուրս գալ նախկինում իր կողմից իրականացված վերացական ստուգման շրջանակներից, անհրաժեշտ է դիմել սահմանադրական դատարան, բարձրացնելով այն հարցերը, թե արդյոք օրենքի կարգավորումները համաչափ են այն տեսանկյունից, որ ըստ էության թույլատրելի են համարում 2020 թվականին ուսումնասիրություն նախաձեռնել է 2018 թվականին իր պաշտոնավարումը դադարեցրած պաշտոնատար անձի առնչությամբ և նրան, այսպես ասած, հարցեր առաջադրել է պաշտոնավարման դադարումից ավելի քան 10 տարի առաջ, դեպքում 2006 թվականին այլ անձի կողմից ձեռք բերված անշարժ գույքի առնչությամբ, Սարգսյանի Սարգսյանին է վերաբերում հարցը, և արդյոք օրենքի կարգավորումները համաչափ են այն տեսանկյունից, որ ըստ էության թույլատրելի են համարում 2020 թվականին սկսած ուսումնասիրության հիման վրա 2006 թվականին այլ անձի կողմից ձեռք բերված գույքի բռնագանձում։ Վերնշյալ հարցերի սահմանադրաչափ պատասխանները չունենալու դեպքում օրենքի նորմերի կիրառումը սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կարող է որակվել որպես անհամաչափ միջամտություն Սերժ Սարգսյանի կամ Սարգսենիկ Սարգսյանի սեփականության իրավունքի նկատմամբ։ Նաև հարգելի դատարան կարճ անդրադառնամ նաև գործում առկա ապացույցներին։ Մենք նշել ենք և պնդում ենք, որ անթույլատրելի են բոլոր ապացույցները, որոնք իրենցից ներկայացնում են էլեկտրոնային փաստաթղթերի արտաքին ձևով վերարտադրված արդյունքներ, սակայն չեն համապատասխանում Վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՍԴ 30050222, ԵՏ 470160222 և ԵՏ 25891722 գործերով կայացրած որոշումներով ամրագրված չափանիշներին և ըստ այդմ չեն կարող համարվել էլեկտրոնային փաստաթղթի պատճեն, ինչպես նաև պնդում ենք, որ Excel ֆայլերի առանձնահավատությունը կասկածի տակ լինելու համար առկա են բավարար հիմքեր, որովհետև դրանք փոփոխելի են, հետևաբար դրանցում արտացոլված տեղեկատվությունը կարող է փոփոխված լինել նախքան դատարանին հասնելը, իսկ ՊԵԿ-ի կողմից տրամադրված Excel ֆայլը իներում է ամեն ինչի, նաև անարժանահավատ է, քանի որ դրանում արտացոլված տեղեկատվությունը ձեռքով լրացված է ՊԵԿ աշխատակցի կողմից ինչ-ինչ ապացույցների հիման վրա կամ առանց ապացույցների, իսկ մարդը միշտ էլ կարող է սխալվել և թերի կամ սխալ լրացնել տեղեկատվությունը և այս տեսանկյունից մենք համարում ենք, որ արժանահավատ ապացույցներ են հանդիսանում ոչ թե ամփոփ Excel ֆայլերը, որոնք տրամադրված են պետական մարմինների կողմից ինչ-որ հիմնային փաստաթղթերի հիման վրա, այլ հենց այդ հիմքային փաստաթղթերն են հանդիսանում արժանահավատ ապացույցներ, որոնք մի դեպքում դրանք գործում կան, մի դեպքում գործում չկան։ Կարծես թե հասկիգեմ ես ավարտեցի թե ոչ, այսօր թե անհամյա ավարտեցի։ Դու դա գրավոր կողարկեք, չէ դատարանին։ Հա, ես Ավաստան բանկա։ Հա, ասիկ։ Նաև դատարանի ուշադրությունն հրավիրում են հանգամանքի վրա, որ իրավասու մարմնի ներկայացուցիչները առնվազն 2023 հոկտեմբերից մինչև 24 թվականի մայիս ամիսը
եղել են չլիազորված եւ առանց լիազորագրերի են ներկայացել դատական նիստերի։ Իսկ այդ ժամանակահատվածի ընթացքում նշանակվել են դատական նիստեր, հետեւաբար հնարավոր է, որ զինվորտով արկա լինի նաեւ հայցը առանց քննության թողնելու վերաբերյալ հիմք, մասնավորապես այն տեսանկյունից, որ եթե իրավասու մարմինը ստացել է դատական ծանոթում եւ ըստ էության պատշաճ լիազորված ներկայացուցիչ չի ուղարկել, եւ եթե ծանոթությունը ստացվել է այլ եղանակով, քան դատական նիստի բանավոր ծանոթությունն է դրանից, եւ օրինակ դատալեքսով ծանոթություն, ազդարարով ծանոթություն եւ այլն, հնարավոր է, որ կարելի լինի արձանագրել, որ պատշաճ ծանոթված հայցվորը երկու դատական նիստի, հերթական երկու դատական նիստերի չի ներկայացել եւ չի ներկայացրել որևէ հետաձգման կամ նիստը առանց իրեն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն, ըստ այդմ արկա լինի հայցը առանց քննության թողնելու հիմք։ Եվ վերջի բանը, ես կցանկանամ անդրադառնալ նաեւ պարոն Ենոքյանի խոսքում հնչեցված հանգամանքին, թե ինչու բացատրություն տված մի շարք անձանց չենք միջնորդել որպես վկահարցակներ։ Նախ նշեմ, որ այդ մասով որևէ վախ կամ մտահոգություն, թե մարդկանց հայտնած տեղեկությունների արժանահավատության մասով մենք չենք ունեցել եւ չունենք։ Ուրեմն տեղեկատվությունը ներկայացվել է մեր կարծիքով թույլատրելի ձևով, տեղեկատվությունը կարող է ներկայացվել տարբեր դատավարական եղանակներով, եւ դատավարական եղանակները ընտրելիս մենք հաշվի ենք առնում մի շարք հանգամանքներ, յուրաքանչյուր դատարան, յուրաքանչյուր դատավոր անկախ է ենթարկվում է միայն օրենքին եւ դրա մեջ մտնում է նաեւ այն տարը, որ յուրաքանչյուր դատավոր անկախ է նաեւ օրենքի մեկնաբանության հարցում, իսկ վկայի հրավիրումը եւ նրա ցուցմունք տալը կամ չտալը կախված կլիներ նախագահ դատավորի կողմից համապատասխան միջնորդության բավարարումից եւ որպես վկա հրավիրելու մասին որոշման կայացումից կամ չկայացումից, այսինքն հնարավոր է որ նախագահ դատավորը օրինակ մեկնաբաներ այնպես կիրառելի նորմերը, որ չհրավիրեր նշված անձանց որպես վկա։ Հատկապես որ մեկ այլ գործի շրջանակներում մենք ունեցել ենք պրակտիկա, երբ վկա հրավիրելու միջնորդությունը մերժվել է քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի հիմքով։ Մյուս կողմից հակակոռուպցիոն դատարանում պետք է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում ընդհանուր առմամբ կա անձանց գրավոր բացատրությունները, գրավոր հացման արձանագրությունները, ողջամտության սահմաններում ամենավարը հաշվի առնելու պրակտիկա։ Այսինքն հաշվի առնելով զուտպես նկատառումները մենք նպատակահարմար չենք համարել անձին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդության ներկայացումը, դրա փոխարեն ավելի նպատակահարմար ենք համարել գրավոր բացատրությունների ներկայացումը դատարանում, քանի որ դա էլ է օրենքով թույլատրելի եղանակ, իսկ դրա թույլատրելիության մասին տարբեր տեսանկյուններից թե ինչի պետք է այդ գրավոր բացատրությունները հաշվի առնվեն, թե հակառակ դեպքում ինչ կլինի, եթե դրանք հաշվի չառնվեն, մոտավորապես ասեմ, քանի փաստարկ, ուրեմն յոթ, ութ, 9-10 փաստարկ մենք ներկայացրել ենք, թե ինչի են դրանք ներկայացիկով համար պետք է համարվեն թույլատրելի ապացույցներ եւ դրանց արժանահավատությունը ինչ պետք է կասկած հարուցել, թե ինչ-որ յուրահատուկ խնդիրներ չկան։ Այսքան հարցերի դատարանից Պարոն Ենոքյան, դուք ասելիք ունեք։ Շատ բան գործի կանոնական կորոշմանիշ նշված փաստարկի նշում է պարոն Նիկոլը, որ նախագահ Սերժ Սարգսյանը իր անվան դրամով առաջնային ներկայացումը ստացել է որպես ծննդյան հավատացիներ, այս մասով որևէ հիմնավոր ապացույց պատասխանող կողմը չի ներկայացրել, թե կոնկրետ ումից ստացված դրամների մասին է խոսքը արտասահմանյան երկրում բնակվող, եթե չեմ սխալվում, բայց այս մասով որևէ ապացույց պատասխանող կողմը չի ներկայացրել։ Այդ պարագրաֆի
հետագայում եւ ասում եմ, որ եկել չի կարող դա ընդունել այդ փաստարկը հիմնավորված եւ ինչպես նշել եմ նաեւ նախորդիվ հարկեդիտատար Ռիտա Սարգսյանի անվանպարկա հանդիպումները ժառանգության փոխանցվել է Սաթենիկ Սարգսյանին եւ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի G երկակետի դրամապանության կամ պատկանում է Սերժ Սարգսյանին, այսինքն փաստացի անհատույց փոխանցված գումար է, որի իրական սեփականատուն հանդիսանում է Սերժ Սարգսյանը։ Այսքան հարկեդիտատար մնացած խոսով համապատասխան։ Համաձայնության ենթակի է, որ դեպքերը կարող են մեկնաբանվել որպես այդպիսին, որ ժառանգությամբ ստացված գումարներ կամ գույքներ դիտվի որպես փաստացի անհատից ստացված գույք։ Խոսքը հետք վերաբերում է ակնհայտորեն օրենքի 3-րդ հոդվածի նշված մասի դեպքում։ Խոսքը ակնհայտորեն վերաբերում է երկկողմ գործարքների, ոչ թե այն դեպքերին, երբ որ ժառանգության փաստի ուժով մեկ անձից մյուս անձի գույք անցնում, դա այդպես։ Ինչ վերաբերում է որպես ծննդյան նվեր ստացված գումարներին, նշել ենք արդեն, որ դրա ապացույցը այն հանգամանքն է, որ այդ գումարները ժամանակին հայտարարվել են որպես նվիրատվություն։ Ավարտեցիք։ Եթե ավելացնելու բան չունենք կողմել է, այսօրվա դատական նիստը ավարտենք, մեր հաջորդ դատական նիստը փետրվարի 16-ին է։ Այդ օրը ըստ դատարանն է պատրաստվում ձեզ հարցեր ուղղել, որպեսզի նախապատրաստվեք հարցերը հաշվարկներին։ Հաշվարկներն ենք քննարկել։ Եթե կավարտենք այդ օրը, կավարտենք, չենք շարունակենք 17-ին նշանակված։ Հարգելի միայն մեկ բան մենք ամսի 17-ի նիստը մեկ օրով տեղափոխելու, 18-ին տեղափոխելու որևէ հնարավորություն ունենք, որտեղ մի մոտ աշխատանքային օրվա այդ կապված, որ հունվարի 27-ը դարձել է ոչ աշխատանքային օր եւ դրանում ակա այդ օրը ակա նիստերը մեխանիկորեն տեղափոխվել են, որպեսզի իրավիճակը առաջացել, որը բանից դուրս է եղել, վերահսկողությունից դուրս է եղել, այսինքն եղել է դատական նիստ այդ օրը, որը դրվել է այդ նույն ժամին, չնայած որ ես խնդրել էի, որ այդ օրը այդ ժամին չդրվի, դե հնարավոր է մեկ օրով նիստը տեղափոխենք։ Ինչ կարծիք ունեք, պարոն Եկեք այսպես անենք, մենք 16-ի նիստ անենք, եթե չենք հասցնի ավարտել 16-ի նիստով են հարցերը ուտի քննարկվի, կորոշենք հաջորդ դատական նիստի օրվա եւ ժամանակացում 18-ը դատարանը ծանրաբեռնված է ամբողջը, 19-ը ծանրաբեռնված է, 20-ը ևս, նաեւ ժողով կա։ Այդ օրը կորոշենք, այսինքն ամսի 16-ի նիստով ըստ նիստի արդյունքների կորոշենք, ևս մեկ նիստ անհրաժեշտ է, չէ՞, անհրաժեշտ է կորոշենք օրը։ Թե ավելացնելու բան չկա, այսօրվա դատական նիստը հայտարարում եմ փակված։ Ստեսություն ձեզ։